Ալի, թող գիտեի, թող քեզ դուրս պարելի, հալիրև նայինը գնացելի։ Չեմ գնացել։ Գնացելից ջելի ու արքի։ Աշի պիտի դարձել է քեզ արնի, ու հեղը պիտի ալիք է, ու մանին է։ Գայտ կդե։ Ներներս կեր աղա։ Սորս կդեք։ Դեք։ Ապեջան, նստից կաղ տար։ Բա ինքը։ Ինքը ստեղը մնալու, արի։ Լսի, ես մութ անտարում հետը 1000 մի բան կարող ապատահի։ Դու հեզ դրա համար էլ բերել եմ, որ պատահի այախպեր ջան, դերել եմ, որ շան ու գենան բաժին դարնա, բա ինչ գիտեի ես դրա հերը կանից եմ, հա, նստի բեկերան քշի։ Չէ, մի րոպե ախպեր ջան, ես ոչ միտեղ չեմ քշի։ Բա որ հանկարծ իր այդ մի բան պատահեց, ինձ ու քեզ էլ պատասխանատվության են կանչի։ Այ տղա, քո ինչ գործ է, իմ կնիկը ես։ Հասկացանք, որ քո կնիկն է, բայց ինչու ես հետը տենց վարվում։ Դու լավ եմ անում, քո ինչ գործ է, նստի մեքենան մարի։ Ուստա ջան, այդ պատասխան չի, որ դու ինձ տալիս ես։ Լսի, ախպեր ջան, դու իմ 30 տարվա կնիկն է, քո ինչ գործ է, ես ինչ կուզեմ եք կանեմ նրա հետ։ Հա հասկացանք, որ քո կնիկն է, բայց խաղալի չէ, որ հետը ինչ ուզենաս անես։ Քասար, սենց է, միջև չասես ինչոց է, ես տեից ոչ միտեղ չեմ է տալու։ Յարի, լսի, այսօր առավոտյան խոստովանեց, որ ջահել ժամանակ, այսինքն 30 տարի առաջ, սիրահարված եղել իմ ընկերոջը, համբարձումի, դու հապո տրակտորիստ հապոին։ Ոայ քու արա։ Ես քու հերը կանից եմ, էլ ինք հետո, փաստորեն ստացվում է, որ 30 տարի ինձ խապել է, փողոցի շան նման խապել է։ Ես դրա տիրոջ հերն անից եմ, հա։ Այ հորողպեր, այ աղպեր, սիրել է, արժի որ դու այդ կնոջ հետ հիմա սենց վարվես։ Լսի, աղպեր ջան, ես խանդոտ մարդ եմ, հասկացի, 5 չնայած երեխա ունեմ, 15 թոռ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Հենց ես իմացա նրան պատոհարից դուրս պիտի շպրտեի զիբիլի նման։ Թող շնորհակալ լինի, որ բերեցի ստեղ։ Թող շուրջելի բաժին դառնա։ Այ հորողպեր, այ աղպեր, այ ցավը տանեմ, մեծ մարդ եք։ 100 տարի առաջ մի բան ա եղել, հիմա ես պատժում։ 100 չէ, 30 տարի։ Այ հորողպեր, այդ կինը, որից դու հիմա ուզում ես ազատվես, քո համար երեխա ա բերել, թոռ ա բերել։ Ահա։ Իսկ այդ ինչ ա նշանակում։ Այդ աղբեր ջան նշանակում ա, որ ջահել ժամանակ եղած սիրահարվածությունը պատահական բան ա եղել։ Այդ ոնց։ Օրինակ դու։ Հա։ Ջահել ժամանակ ոչ մեկին սիրահարված չես եղել։ Էդ էր պակաս չլինեի այդ տղա հիվանդ չեմ ես։ Սիրել եմ են Վարդուշին, են Ամալիային, են ես ինչ իմանամ են ում ասես։ Են մեկը կար, ոնց որ վագր լիներ, բայց դա ինչ կապ ունի։ Այ տենում ես, իսկ քո կինը դրա մասին իմացել ա ու ծպտունը չի անել։ Էդ էր պակաս, ինքը կնիկ է ես տղամարդ, ուրեմն պիտի ծպտուն աներ։ Էլի տղամարդ ես, ով ա քեզ բան ասում, լսի, բայց երեխա ունեք, թոռ ունեք, հարազատ, բարեկամ, բա դրանք ձեր մասին ինչ են մտածելու։ Լսի ինչ եմ ասում, արի քարը փեշիցը թափի, կնգատ վեկա, իրար հետ գնան քաղաք, շարես փորձանքից հեռու, աղբորպես, առանց վեճի, առանց կրվի, հանգի, սուսուփուս։ Բայց դա ճիշտ կլինի որ։ 100% հաստատ բան եմ ասում։ Հետո էլ ես շնորհակալ ես ելելու։ Դե լավ, որ այդպես է դու գնաբեր, ես իմ թքածը չեմ լիզի։ Պրոբլեմ չունես, դու նստի ավտոն, հեսա գնում եմ բերեմ։ Գնա, այդ բանանից մի չխշխ, էլի, ներվերից կերար։ Ես քո։ Համուզելով քնում եք դու, արի քուրջան, հազիվ համուզել եմ, տանում ատուն։ Ամոթ է, այ մարդ, ամոթ է, դրա համար արժի, որ Այ աղբեր ջան, այ ցավը տանեմ վարորդ ջան, ընկեր ջան, ինչ ասեմ, մեծացել է, խելքը տրծրել է, չի հասկանում ինչ ասում, հասկանում ես, չի հասկանում ինչ անում։ Այ քուրս, քուր ջան, մի լացի, հազիվ համոզել եմ քնում եք տուն, բարի նստի ավտոն,
Արի։ Նստի աբերա, նստի։ Կարապետ, դու ինչ գործ ունես։ Գործով եմ եկել։ Որ ինչ գործ, քեզ չի ասել, որ ինձանից յան տուր։ Ամի գորա է, ասում գործով եմ եկել, քեզ հետ կապ չունի։ Բոմ։ Երեք գիշերին Վարշավയിൽ մի քուչս տանն եմ մնացել։ Մտանես ընդի եմ թողել։ Թողել ես գնավ եկալ ինձանից ինչ ես ուզում։ Ոնց գնամ։ Այդ շաշ անտերը ասեց, միներ քեզ տեղ սպանել եմ, սկալպը թանել դեմ։ Ինչը։ Սկալպը, գլխի կաշին էլի։ Լավ է թարգի ինչքան զզվելի բաներ կա քեզնից դուրս կգա։ Այնց ինչես ասեմ գնային իրան ասա։ Լավ արի իջի գնանք ես անգամ էլ քեզ կօգնեմ։ Երբ ջղանացած ես։ Կարապետ, էլ չխոսաս ու ներվերից հետ չխաղաս, իջի։